Գալիլեա։ Աղքատ ծայրամաս Գալիլեայում հեղափոխություն էր հասունանում։ Սերունդներ շարունակ իսրայելցիներին առաջնորդում էին փարիսեցիները, հրեական հավատքի պահապանները։ Դուք պետք է անխոնջ կատարեք Տեր Աստծո պատվիրանները եւ կանոնները, որ նա Փարիսեցիները կարծում էին, որ ազգի բարեկեցությունը կախված է այն օրենքների խստագույն պահպանումից, որ Աստված տվել էր Մովսեսին։ արեք միայն այն, Մարդիկ դրանք սիրում ու հարգում էին։ ճիշտ է եւ լավ Աստծո համար։ Նայեք, տեսնում եք, այնտեղ։ Բայց Հիսուսը նոր ուղի էր առաջարկում։ Այսպիսով Տերը հրամայում է հետևել օրենքին։ Հիսուսն է! Հիսուսն է! Հիսուս! 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 Օ, Հիսուս! Այս կողմ Հովանես, բոլորին այս կողմ ուղղորդիր։ Ինչպես ենք մենք պատկերացնում Տիրոջ արքայությունը։ Այն նման է մանանեխի հատիկի, որ մարդը վերցրել ու տնկել է իր դաշտում։ Այն աշխարհի ամենափոքր սերմն է։ Այնուամենայնիվ, երբ տնկվում է, բոլոր բույսերից ամենամեծն է դառնում։ Այն մեծ ծառ է դառնում, որի վրա թռչունները կարող Նա են անդամալույց է։ գալ ու իրենց բույնը հյուսել։ Քո մեղքերը ներված են, որդյակս։ Դուք լսեցիք դա։ Նա թողություն տվեց նրա մեղքերին։ Դա միայն կարող է անել Աստված։ Դա աստվածանարգություն չէ։ Նա գիտի։ Դա աստվածանարգություն է։ Դա է քո ցանկությունը, ընկերս։ Դե պատասխանիր ինձ։ Ասա, որն է ավելի հեշտ։ Ասել, որ նրա մեղքերը ներված են, թե ասել վեր կաց ու քայլիր։ Ինչպես կարողացավ բուժել, չեմ հասկանում։ Իսկապես հրաշք է։ Սպասիր։ Մարդու որդին մեղքերին թողություն տալու իրավունք ունի։ Ընկերներ, այս ինչ է։ Նույնիսկ ինքը Մովսեսը չէր ասում, որ կարող է մեղքեր ներել։ Դու լսեցիր, թե ինչ ասաց ուսուցիչը։ Ինչ իրավունքով է նա կարծում, որ կարող է նման բան անել։ Իր իրավունքով։
Դա աստվածանարգություն է։ Միայն Աստված կարող է ներել մեղքերը։ Իսկ ընկերդ կարող է քարկոծվել նման կեղծ պնդումների համար։ Սա միայն սկիզբն է։ Գնացինք։ Շարունակ ավելացող աշակերտների հետ Հիսուսը գնում էր քաղաքից քաղաք, պատմում էր Աստծո թագավորության մասին եւ հրաշքներ գործում։ Ես անմաքուր եմ։ Զգույշ եղեք։ Ես անմաքուր եմ։ Նա բորոտ է։ Նա բորոտ է։ Հերու մնացեք։ Նա բորոտ է։ Անմաքուր եմ։ Հերու մնացեք Նա նրանից։ հիվանդ է։ Նա Հերո բորոտ է։ մնացեք նրանից, հերո մնացեք։ Խնդրում եմ։ Խնդրում եմ։ Զգույշ, նա բորոտ է։ բորոտ է։ Ես մաքուր եմ։ Մաքուր եմ։ Մաքուր եմ։ Նա բուժվել է։ Նա բուժվեց։ Ոմանց համար Հիսուսը փրկիչ դարձավ։ Տեսակ Հիսուսն ինչ արեց։ Նայեք Հիսուսն ինչ արեց։ Նա նորից մաքուր է։ Բայց նա սպառնալիք էր Հռոմի համար։ Հրեաստանի հռոմեական նոր կառավարիչ դարձավ Պոնտացի Պիղատոսը, նախկին զինվորական, որ անողոք քաղաքական գործիչ էր դարձել։ Կանգար։ Ինչ է եղել։ Դուք փակել եք ճանապարհը։ Կուսակալը պետք է անցնի։ Պիղատոսը չպետք է սպասի։ Խնդրում եմ, զգույշ։ Երկար է տևելու։ Հիմա կշարժվենք, սերիմ։ Պրեֆեկտ, սա այլն է կոտրվել, պարոն։ Հիմա ինչ է եղել։ Իսկ ում եք սպասում։ Հեռու տարեք ճանապարհից։ Շարժվիր։ Ապա այս կողմ անցիր։ Խնդրում եմ զգույշ։ Խնդրում եմ, չէ։ Հրեցին։ Պիղատոսի հրեա հպատակների մոտ ապստամբություն էր հասունանում։ Բայց նա ոչ մեկին թույլ չէր տալիս խախտել Հռոմի օրենքները կամ խուսափել հարկերից։ Հաջորդը։ Բոլոր հարկերը պետք է ամբողջությամբ վճարվեն։ Հա, բայց սա էլ արժեք ունի, չէ՞։ Վերցրու։ Հեռու տար դա, հեռու տար։ Ախ, Մենք բոլորս հրեաներ ենք։ քեզ ասացի հեռացիր Ինչ այստեղ։ խղճով են նրանք ապրում, երբ մեր մարդիկ աշխատում են Հռոմի համար։ Սիրտս ուղակի խառնում է։ Դավաճանները։ Գնացինք։ Նրանք զզվելի մակաբույծներ են։ Դու պետք է հեռու մնաս նրանցից։ Երկու մարդ գնացին տաճար աղոթելու։ Նրանցից մեկը փարիսեցի էր, մյուսը մաքսավոր։ Փարիսեցին աղոթում էր. Աստված իմ, շնորհակալություն, որ ես նման չեմ ուրիշներին։ Գողերին, շնացողներին կամ այս մաքսավորին։ Իսկ մաքսավորն անգամ հայացքը վեր չհառեց երկինք։ Նա ասաց. Աստվածին, ներ իրենց, ես մեղավոր եմ։
Աստված օրհնեց հարկահավաքին, բայց ոչ Փարիսեցուն։ Բոլորը, ովքեր գովում են իրենց, կխոնարհվեն, եւ ովքեր իրենց խոնարհեցնում են, կգովաբանվեն։ Մատթեոս, արի։ Տեսեք, հիմա նա անգամ մեղավորներին է կանչում, որ հետևեն իրեն։ Տեսնես, մյուս հետևորդներն ինչ մեղքեր են գործել։ Հարկահավաքներ։ Նրանցից ոչ մեկի մեջ մի կաթիլ բարություն չկա։ Թովմաս, Հիսուսը բարիների համար չի եկել, այլ մեղսավորների։ Նա մարդկանց երկրորդ հնարավորություն է տալիս։ Մենք էլ պետք է տանք։ Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։ Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։ Աղոթեք նրան ու նա կլսի ձեզ։ Իսկ ինչպես պետք է աղոթենք։ Այսպես։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի քո անունը, թող գա քո արքայությունը, թող կատարվի կամքը քո, երկրի վրա, ինչպես եւ երկնքում։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր, եւ թող մեզ մեր պարտքերը, որպես եւ մենք ենք թողնում մեր պարտապաններին։ Բորնիկ! Չէ, մայրիկ։ Չացած! Չէ, մայրիկ։ Ամբարոկին! Բորնիկ է։ Հարկոցեք նրան! Դու աղոտ չունես! Նա բորնիկ է! Չէ, մայրիկ։ Թող սա դաս լինի նրան։ Նա բորնիկ է! Խնդրում եմ։ Այս կողմ, թող սա դաս լինի։ Օրենքը պատվիրում է մեզ քարկոծել նման կնոջը։ Ինչ կասես։ Ես իմ քարը կտամ նրան, ով առաջինն ասի, որ երբեք մեղք չի գործել։ Գնա, ու էլ մեղք չգործես։ Շնորհակալություն, շնորհակալություն։ Այսպես չի կարող շարունակվել։ Նա ծաղրում է մեր օրենքները։ Վիրավորում մեր հայրերի ավանդույթները։ Այն ամենն, ինչի համար մենք այսքան պայքարել ենք։ Մեր հավատը, մեր համայնքները, ամեն ինչ, ինչ տվել է Աստված։ Երուսաղեմի տաճար։
Կայապա։ Նիկոդեմոս, Ինձ մի երիտասարդ մարգարեի Հիսուս Նազովրեցի մասին լուրեր են հասել։ Նա բազմաթիվ հետևորդներ ունի Գալիլեայում։ Խոսակցություններ կան, որ նա գալու է Երուսաղեմ։ Գալիլեայում Նա հրաշքներ է գործում։ բոլորն էլ գործում են։ Նիկոդեմոս, մի անհանգստանա։ Գալիլեայից ոչ մի լուրջ բան պետք չէ սպասել։ Գալիլեյան ծով։ Ինչ խաղաղվայր է։ Ձգիր, այ այդպես։ Կապիր։ Ռաբի, թող օգնեմ քեզ։ Նրանք երկար ճանապարհ են անցել։ Ասում են, որ շատ սոված են։ Կերակրեք նրանց։ Բայց ինչպես։ Մենք ոչինչ չունենք, ընդամենը մի քանի ձուկ ու մի քիչ հաց։ Դրանք ինձ մոտ բեր։ Շնորհակալություն, հայր։ Այն ամենի համար, ինչ տվել ես։ Մեր երկնային հայրը կերակրում է թռչուններին։ Ուրեմն նա ինչքան ավելի շատ կտա ձեզ։ Հրաշք է։ Իսկապես հրաշք է։ Տեսար, իսկական հրաշք։ Մի մտածեք առօրյա կարիքների համար։ Աստված ամեն ինչ կտա։ Առաջին տեղում դրեք Աստծուն ու ամեն ինչ կլինի։ Եթե դուք արդարություն եք փափագում, դուք այն կստանաք իմ միջոցով։ Նա ասում է. Խնդրեք եւ կտրվի ձեզ։ Աստված է տվել։ Մեսիա, Սա Աստված է տվել։ Աստված է տվել։ Դավիթ արքան ես։ Դարձիր մեր արքան։ Դժգոհությունս հռոմեացիներից։ Հռոմեացիներից։ Մեսիա։ Նրանք ուզում են, որ դու նրանց արքան լինես, հրյաների արքան։ Դու կարող ես ինչպես զորքի առաջնորդել մեզ։ Մենք բավականաչափ ուժեղ ենք, կհաղթենք հռոմեացիներին։ Չէ, դա լուծում չէ։ Պետք չէ ուժով։ Դու մեր
եղավ։ Մեսիա։ 5,000 հոգի եկել է, որ տեսնի նրան։ 5,000 հոգի։ Հիմա նրանք բղավում են Մեսիա։ Մարդիկ հիմա քեզ արքա են կոչում։ Նրանք կարծում են, որ դու Մեսիան ես։ Բայց դու կարծես անտեսում ես նրանց։ Դու չես դառնա մեր արքան։ Ձեր կարծիքով ես ով եմ։ Դու Աստծո որդին ես։ Դու չէր կարող իմ մասին դա միայն քո իմացածով հասկանալ։ Պետրոս, դա քեզ Աստված է բացահայտել։ Դու վեմ ես, ու ես այդ վեմին վրա կկառուցեմ իմ եկեղեցին։ Կհանդիպենք վաղը, մյուս ափին։ Ինչու նա հեռացավ այն պահին, երբ մենք գնալով հզորանում ենք։ Իսկական Մեսիան մեզ այսպես շեր լքի։ Նա պետք է ռազմիկ լինի, նվաճող, ինչպես Դավիթը։ Հուդա, ուժը մեր ուղին չէ։ Ուրեմն ասա, ո՞րն է Մեսիայի ուղին։ Նա ուրիշ է։ Բայց Մարիամ, իսկ եթե նա ընտրյալը չէ, հանուն ինչի ենք մենք վտանգում մեր կյանքը։ Նա մեզ ցույց է տվել իր ուժը։ Մենք պետք է հավատանք նրան։ Պատրաստ է։ Նա մեզ հուսախաբ չի անի։ Նա ասաց, որ կհանդիպենք մյուս ափին։ Գնացինք։ Իջեցրեք առագաստը։ Կապեք ամեն ինչ։ Սա շատ վտանգավոր է։ Մենք պետք է հետ դառնանք, քանի դեռ կարող ենք։ Դու լսեցիր, թե նա ինչ ասաց։ Նա ուզում է, որ մենք անցնենք։ Դա ինչ է։ Ուրվական է։ Չէ, Թոմաս։ Հիսուսն է։ Նա Մեսիան է։ Պետրոս, Պետրոս, ինչ ես անում։ մի վախենա։ Արի։
Պետրոս։ Պետրոս, քո հավատը փոքր է։ Ինչու կասկածեցիր։ Դու պետք է ուժեղ լինես։ Նազարեթ։ Մարիամ, նա այստեղ է։ Ով։ Հիսուսը, նա վերադարձավ։ Այն պահից սկսած, երբ Գաբրիել հրեշտակը եկավ Հիսուսի մոր մոտ, նա գիտեր իր որդու իրական առաքելությունը։ Ժամանակն էր, որ մյուսներն էլ իմանային։ Erbil İsrail Lechadodi lekrat kala Berei Shabbat negabela Տաճարում Հիսուսը կարդաց ամենահայտնի սուրբ գրերից մեկը՝ Մեսիայի գալուստը նկարագրող մարգարեությունը։ Yamod Zizis Տիրոջ հոգին ինձ վրա է։ Դրա համար նա օծեց ինձ, ուղարկեց ինձ ավետարանելու աղքատներին, գերիներին ազատություն քարոզելու, կույրերին տեսողություն և կեղեքվածներին ազատ արձակելու։ Այսօր իրագործվեց այս սուրբ գիրը։ Այդ ինչ ես ասում։ Այդ ինչ ես ասում։ Ինչ ես ասում։ Նկատի ունես, որ դու ես իրականացրել դրանք։ Իբր դու ես Մեսիան, ընտրյալը, Աստծո կողմից ուղարկվածը, չէ։ Նկատի ունեմ, որ դու պետք է ընդունես Աստծո խոսքը։ Ինչպես ես համարձակվում։ Դա սրբապղծություն է։ Նա երբեք Թորա չի կարդացել։ Այս մարդը ոչինչ չգիտի։ Նրա բժշկությունները դևերի ձեռքի գործն են։ Սկսվեց։ Նա խարխլում է մեր հավատը։ Նա հավաքագրում է պոռնիկներին։ Պետրոս, մյուս հայտը դեմ տուր։ Դու կվճարես այս ամենի համար։ Քո ընկերոջ պես, Հովանես Մկրտչի։ Չէիր լսել, չէ։ Նրան մահվան են դատապարտել։ Հարկոցեք նրան Գլխատել են։ Աստվածանարգ Աստվածանար։ Նա լավ մարդ էր։ Հա, ու հիմա նա մեռած է։ Մկրտիր ինձ։ Հովանեսն իմ ճանաչած մեծագույն ուսուցիչն էր։ Նա ավելին էր, քան մարգարե։ Մեր գործը շարունակվում է։ Շուտով մենք կգնանք Երուսաղեմ։ Երուսաղեմ։ Դեռ շատ շուտ է։ Դա շատ վտանգավոր է։
Մենք պատրաստ չենք։ Հուդա, ինչու ենք բոլորս այստեղ։ Հեշտ ճանապարհով գնալու համար։ Մենք պետք է ուղերձը հասցնենք Երուսաղեմ, ուղիղ իշխանության սիրտը։ Պիղատոսի նստավայր, Երուսաղեմ։ Պրեֆեկտ, դուք պետք եք։ Խնդիրներ կան։ Հռոմեացի տականքներ! Հռոմեացի գողեր! Ճանապարհ տվեք քահանայապետին։ Նրանք գալիս են։ Սպասեք, ուր եք վազում։ Մախքոս ինչ է կատարվում։ Հերթական անհանգստությունն է քահանայապետ։ Մենք պետք է ձեզ տանենք այստեղից, սա ապստամբության է վերածվում։ Քահանայապետին հետ տարեք իր նստավայրը, հնարավորինս արագ։ Ինչ է եղել։ Ջրատարը։ Մարդիկ կատաղել են, որ հռոմեացիներն այն կառուցել են տաճարի փողերով։ Ինչ։ Հարյուրավոր մարդիկ գնում են Պիղատոսին բողոքելու։ Նա նրանց կոչնչացնի մինչև իրեն մոտենալը։ Նա ասել է, որ կլսի մարդկանց դժգոհությունները։ Դատակարդ է Նիկոդեմոս։ Հռոմեացի տականքներ։ Հռոմեացի տականքներ։ Հռոմեացի գողեր։ Հռոմեացի գողեր։ Հռոմեացի տականքներ։ Եկեք ցույց տանք նրանց։ Դուք տականք եք։ Երուսաղեմին ջուր է պետք։ Կարծում եք ձեր Աստվածն է այն տալիս։ Չէ, նա չի տալիս։ Հռոմն է տալիս։ Ժամանակն է հասկանալ, թե ովքեր են ձեր տերերը։ Պիղատոսն ամեն ինչի կգնա մեզ հնազանդեցնելու համար։ Պատկերացրու, թե ինչ կարող է անել ծատիկին։ Բեթանիա գյուղ։ Մարթա, ինչ է եղել։ Եղբայրս է մահացել։ Դուք շատ ուշացաք։ Ցույց տուր նրա գերեզմանը։
Քանի օր է որ մահացել է։ Արդեն 4-րդ օրն է։ Ղազարոս։ Ես եմ հարությունն ու կյանքը։ Ցանկացած ոք ով հավատում է ինձ, անգամ եթե մեռնի, կապրի։ Ղազարոս։ Ով հավատում է ինձ, երբեք չի մեռնի։ Հավատացեք ինձ ու կտեսնեք Աստծո փառքը։ Կայապա։ Ասում են, որ Հիսուսը մեռած մարդու է կենդանացրել։ Ինչ։ Նա Զատիկին Երուսաղեմ է գալու։ Չէ։ Ու եթե նրա հետ հազարավոր աջակիցներ էլ գան, տոնակատարության պատճառով քաղաքն արդեն իսկ մոտ է լինելու պայթելուն։ Նիկոդեմոս, դու ճիշտ ես։ Հռոմեացիները կխառնվեն։ Մենք չենք կարող թույլ տալ, որ այդ հրաշագործը, այդ խաբեբան փչացնի Զատիկը։ Պիղատոսը գիտի,